Ողջույն սիրելիներս, քանի որ ուզբեկական սամսան շատ սիրվեց բոլորի կողմից, ես որոշեցի այսօր պատրաստել ուզբեկական լիպյոշկա, որը շատ համեղ հացատեսակ է։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է ջուր, սառույց, ալյուր, կարագ կամ մարգարին, խմորիչ և աղ։ Սառույցը լցնում ենք ջրի մեջ, այժմ ալյուր պետք է ավելացնենք և ոտքը փոխենք։ Սիրելիներս, խմորը տեսեք, այսպես պետք է լինի, առանձնացավ, պատրաստ է։ Սիրելիներս, հիմա ամանը մի փոքր ձեթապատում ենք։ Եվ թողնում ենք 1 ժամ, որ հասունանա, որից հետո կմիանամ և կասեմ հետագա քայլերը։ Մի փոքր ձեթում ենք և թողնում ենք այսպես։ Խմորը գնդում ենք, մի քիչ էլ ձեթ սեղանի վրա ենք անում։ Սիրելիներս, խմորը բաժանեցի 3 մասի, գնդեցի, ծածկում ենք, թողնում ենք հանգստանա և իդեպ նշեմ, որ ամեն մի գունդը 330 գրամ է։ Ահա, սիրելիներս, նայեք, խմորը արդեն լավ հասունացել է։ Հիմա խմորը ձև կտանք և կտեղափոխենք ջրոց, մի 15 րոպե կմնա, հետո կթխենք։ Իդեպ ասեմ ձեզ, որ ես ունեմ մի գործիք, որ ինձ նվիրել է սամսա սովորեցնող վարպետը, որով, ահա գործիքը, ես պետք է ձևավորեմ լիպյոշկան։ Այժմ կեֆիր ենք քսում լիպյոշկաների վրա, հետո գործիքով ձևավորում ենք, քունջուտ ենք լցնում վրա և ուղարկում ենք ջրոց թխվելու։ Երկար 20 աստիճանի տակ է դրված, խնդրեմ թխվեց, նայեք ինչ լավ լիպյոշկաները, կարմրաթուշիկ։ Այս մեկ հատն էլ բարակ եմ բացել, նորից քսում եմ կեֆիր, այս հացը ստացվելու է ավելի խրթխրթան, ավելի բարակ է։
հիմա կկտրեմ եւ ձեզ ցույց կտամ հացը։ Նայեք։ Հիմա կկտրեմ այս մյուսը, որ ավելի խրթխրթան է, տեսեք։ Մոր քուրապսոս պանիր չես ուտում, թե չէ հացն ու պանիրը իդեալական համադրություն է։ Վարդան, քո համար։ Ապրես։